наш Бог так велик. Пой со мной, наш Бог так велик. Пусть видят все наш Бог так велик. Մեծ է և չկտախ Աստված, հզոր է մեր Տերը, և նրան ունեն ողջ փառքը, մեծարանքը և պատիվը։ Քոն է ողջ փառքը, միասին երկու փառաբանենք Տիրոջը։ Օ հալելույա։ Ամեն, նրանն է ողջ փառքը, հալելույա, արժան ես Տեր, երկրպագության և փառաբանության, շնորհակալ ենք քեզ Տեր, կենդանի Աստված, որ դու ներկա ես ամեն ժամանակ գալիս ես և քո Սուրբ Հոգիով մեր մեջ բնակվում ես և շարժում ես մեր սրտերը և շարժում մեր մտքերը և մեզ ավելի տաքացնում մեր երկրպագության և փառաբանության մեջ, քանի որ դու հրաշալի Աստվածն ես մեր կենդանի և ամեն կանչողին նա լսում է, ամեն կանչողի ձայն Տերը լսում է և նա քեզ հետ է, այսօր քո մտքերի հետ է, այսօր քո օրվա ընթացքի հետ է, ամեն բանի մեջ է այսօր Աստված քո կյանքում, ամեն, երգենք, Бог ты здесь, в присутствии Твоем, поют сердца Тебе хвала, Бог ты здесь, творящий чудеса, поют сердца Тебе хвала. Бог, Ты здесь, в присутствии Твоем, поют сердца Тебе хвала.
Бог ты здесь, творящий чудеса, поют сердца, тебе хвала. Бог ты здесь, Бог ты здесь, в присутствии твоем поют сердца, тебе хвала. Бог ты здесь, творящий чудеса, поют сердца, тебе хвала. Бог сильный, Бог чудотворный, Бог сильный, Бог чудотворный, верный слове, Царь всемогущий, наш Бог, наш великий Бог. Бог сильный, Бог чудотворный, верный слове, Царь всемогущий, наш Бог, наш великий Бог. Бог сильный, Бог чудотворный, верный слове, Царь всемогущий, наш Бог, наш великий Бог. Бог, ты здесь, открыты небеса, тебе хвала, тебе хвала. Исцели разбитые сердца, тебе хвала, тебе хвала. Бог сильный, Бог чудотворный, верный слове, Царь всемогущий, наш Бог, наш великий Бог. Бог сильный, Бог чудотворный, верный слове, Царь всемогущий, наш Бог, наш великий Бог. Если трудно, иди мне, ты рядом. Если сбился с пути, ты рядом. Ты каждый миг рядом. Ты каждый миг рядом. Если трудно идти мне, ты рядом. Если сбился в пути, ты рядом. Ты каждый миг рядом. Ты каждый миг рядом. Если трудно идти мне, ты рядом. Если сбился в пути, ты рядом. Ты каждый миг рядом. Ты каждый миг рядом. Если трудно идти мне, ты рядом. Если сбился в пути, ты рядом. Ты каждый миг рядом. Ты каждый миг рядом. Поют сердца, тебе хвала. Бог, ты здесь, творящий чудеса, поют сердца, тебе хвала. Бог, ты здесь, в присутствии твоем поют сердца, тебе хвала. Бог, ты здесь, творящий чудеса, поют сердца, тебе хвала. Поют сердца, тебе хвала. Поют сердца, тебе хвала. Կարող ես ծափարել նրան այստեղի ներկայության փառք նրան թող քո սիրտը երգի ինչպես այս երգն է ասում եւ Տերը թող հրաշքներ գործի ասում քո կյանքում Верный
чудотворен, верный в слове, царстве могущий наш Бог, наш великий Бог, наш великий Бог. Շնորհակալ ենք Տեր, որ ունենք երգ քեզ համար, որ ունենք աղոթք Տեր, շնորհակալ ենք։ Այդ տեսեք ինչ հրաշալի է ասում Զաքարիա 4:6-ը, ինչ խոր իմաստ է Աստծո շնչով գրված է, ինչքան խորն է, ինչքան բազմաշերտ, եւ ասում է Զաքարիա 4:6-ը, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ Աստծո հոգիով ասում է զորած Տերը, որպեսզի մեր ամեն ընթացքը լինի հոգու հետ, որ ամեն մեր ընթացքը լինի հոգևորապես, մեր աղոթքներով, մեր կանչով, մեր վստահությամբ եւ հավատարմությամբ, որ մեր հավատքի կյանքը ել ավելի զորանա։ Տերը օրհնի ձեզ, կարող ես անել քո ընծաներ այս տան համար։ Տերը բնակվում է իր տան մեջ եւ կանչում է բոլորին։ Այսօր շատ շատեր ունեն Աստծո կարիքը, այսօր շատ շատեր ունեն կարիք հանդիպում կենթանի Աստծո հոգու հետ եւ եկեղեցին այն մեծ օրգանն է, որ կանչում է եւ դիմավորում է այն կորուսյալին, որը դեռ Աստծուն չի հանդիպել։ Եվ իհարկե մենք ունենք գոհություն քեզ Տեր, շնորհակալ ենք, որ մենք մի օր հանդիպեցինք քեզ, ես ամեն անգամ ասում եմ, եւ ճաշակեցինք քո գերբնական հայրական սերը։ Եվ տեսանք, որ առանց քո սիրո ամեն բան ունայն է, ունայնության մեջ, ինչպես ասում է Տիրոջ խոսքը։ Տեր օրհնի ձեզ, միայն քեզ բարձրացնում ենք փառքը Տեր, միայն քեզ սքանչելի Տեր, ունենք քո կարիք ամեն ժամանակ Աստված, թե տկարության, թե հիվանդության ժամանակ, թե մտորումների ժամանակ Տեր, թե ուրախության ժամանակ, գոհության ժամանակ, ունենք քո կարիքը ամեն ժամանակ Տեր, եւ գիտենք, որ դու բարի հայր ես ողորմած, եւ քո բազուկն է, որ մեզ բարձրացնում է Տեր, ոչ թե մեր բազուկը, այլ քո բազուկը Տեր։ Շնորհակալ ենք Տեր, եւ իսկապես ողջ փառքը միայն քեզ լինի Տեր։ Միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, միայն քեզ, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, միայն քեզ, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, փառքերով ես մեծարված, փառքերով ես մեծարված, փայլում ես փառավորված, փայլում ես Տերը փառավորված, փառքերով ես մեծարված, փայլում ես փառավորված, փայլում ես Տերը փառավորված, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, փառքերով ես մեծարված, փառքերով ես մեծարված, փայլում ես փառավորված,
որ քեզ բժշկի, քեզ բարձրացնի, քեզ օծի։ Նրա հոգին այստեղ է։ Փառք քեզ Տեր։ Փառք քեզ կատարածդ գործի համար, Հայր։ Փառք քեզ, որ մի օր կորած էինք ու գտար, Տեր։ Շնորհակալ ենք քո ամեն ողորմությանդ համար, Տեր։ Խնդրում եմ, որ մեր մեջ սիրտ դնես, Տեր։ Տեր Աստված, խնդրում եմ, որ ամեն քարացածը մեր մեջ Տեր քանդես։ Տեր Աստված, որ մենք ունենանք ապաշխարության կյանք ամեն օր, Տեր։ Խնդրում եմ, որ զորացնես մեզ, Հայր։ Խնդրում եմ, որ քո հոգով գրկես, Տեր, փարատես մեզ, Հիսուս, ամոքես։ Կարիքդ ունենք, Տեր։ Ամեն բանից առավել քո կարիքը ունենք։ Գալիս ենք գահիդ առաջ եւ ասում շնորհակալ ենք քեզ, Հիսուս։ Շնորհակալ ենք, որ միջև հիմա պահեցիր, կյանք տվեցիր, ողորմեցիր, կերակրեցիր։ Գոհություն քեզ, իմ արքա, շնորհակալ ենք։ Մենք տալիս ենք ողջ փառքը քեզ եւ ասում ենք փառքերով ես մեծարված։ Փառք Տիրոջը սրտանց փառաբանիր Աստծուն, նա արժան է քո ծափերին, արժան է քո երկրպագությանը, փառք Տիրոջը, հալելույա, նա արժան է, ծափարիր քո Աստծուն, հալելույա, մի դադարիր, ողջունիր, ծափարիր քո Աստծուն, փառաբանիր, նա արժան է, նա կատարած գործ ունի ինձ համար եւ քեզ համար, հալելույա, փառք Տիրոջը, սիրելի փառաբանության խումբ, Տերը ձեզ շատ օրհնի, կարող եք նստեք սիրելի Աստծո տուն եկեղեցի փառք Հիսուսին։ Գիտես, սրտանց կողքինից շրջվի ու ասա ես այսօր հաղթել եմ։ Որովհետև երբ որ արդեն դու եկել ես Տիրոջ տուն, դու հաղթող ես։ Ամեն։ Եվ երբ որ փառաբանում ենք, մինչև խոսքին անցնելը, գիտեք, Աստծո հոգին այսպես խոսեց ինձ հետ եւ ասավ հիմա տեսնում ես փառաբանություն ա գնում, երբ որ սկսեց մեր եղբայրը մեր օծված երկիչ ավետարանիչ Հովանես Ալեքսանյանը երբ որ երգում էր, ինչի եմ շեշտադրում երկիչ ավետարանիչ, որովհետև այդպես է կա, որովհետև երկինքն է նրան օծել, նա երկնքից է ուղարկված, փառք Տիրոջը։ Նաև սրտանց Աստծուն փառք տուր, որ այս ձև աղբեր ունենք մեր մեջ։ Հալելույա։ Նա արժան է փառքերին։ Գիտեք, Տերը սրտից դրեց եւ ասավ, տեսնում ես փառաբանությունը հիմա որ գնում է փառաբանություն եւ ես միանգամից ենթարկվեցի ձայնին եւ Տիրոջը հարց տվի, ասի Տեր, բայց փառաբան ասավ դու չգիտես, ասավ փառաբանության մեջ կարա բժշկություն լինի։ Որովհետև երբ որ մենք կանգնում ենք եւ Տիրոջը փառաբանում ենք, սիրելի եկեղեցի, գիտեք, լավ է որ քո բժշկության համար կանգնես, աղոթես, երկրպագես, սա ինչի եմ ասում։ Ինչի հենց սկիզբը սկսեցի այսպես, շրջվի եւ կողքինիդ ասա դու հաղթել ես։ Որովհետև երբ որ դու միաբանության մեջ չես, այ օրինակ տեսեք Հովանես Ալեքսանյանը Հովոն չի գալի, չէ՞ մեր տուն օրինակ ասենց ժիվոյ սկսում երգելը, փառաբանելը, եւ նաեւ լինում է տնային ծառայություններ, որ գնում ենք, ծառայում ենք երգով, խոսքով, լինում է, բայց ամեն օր կա աղոթքի կարիք եւ ամեն կիրակի մեր եկեղեցում մենք բարձրացնում ենք փառաբանություն։ Սիրելի եկեղեցի, սիրելի Աստծո տուն եկեղեցու հզոր ժողովուրդ, գիտեք, լավ է որ on-line լսում եք, Տերը ձեզ օրհնի, բայց քեզ հորդորում եմ, արի Տիրոջ տուն։ Դու չգիտես, որ փառաբանության մեջ քո բժշկությունը կկատարվի, քո ազատագրությունը, քո օրհնությունը, փառք Հիսուսին։ Եվ գիտեք, այսօր որ խոսքը կա իմ սրտում, ես այսպես էլ վերնագրել եմ ապաշխարության կյանք։ Մենք շատ ժամանակ հոգևորներս չենք հասկանում, որ ապաշխարությունը ամենահզոր դեղն է հոգու համար։ Եվ այսպես կարամ ասեմ, մինչև խոսքին անցնելը, գիտեք սիրելի եկեղեցի, երբ որ ինչ-որ մեկից տեղ է, ինչ-որ մի օրգանը ցավում է կամ ինչ-որ մի փոքր ինչ-որ մի բան, մենք արագ ինչ-որ բժշկի ենք դիմում, ինչ-որ մտածում ենք, բա ինչ անենք, այս գլխի ցավը մի փոքր թողի, ցավազրկող ենք խմում, չէ՞։ Ամեն, գիտեք, հոգու ամենահզոր դեղը դա ապաշխարությունն է։ Երբ որ դու ապաշխարում ես, քո հոգին ապահովագրում ես։ Ամեն, որովհետև Հիսուս Քրիստոսը, երբ որ աշակերտներին ասեց, գնացեք եւ մկրտեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։
Եվ ուղարկեց աշակերտներին, եւ աշակերտները նաեւ Տիրոջ խոսքում գրված ասма դուրս եկան եւ քարոզում էին եւ ապաշխարության էին կանչում։ Ամեն, ապաշխարությունը շատ կարեւոր է, սիրելի եկեղեցի։ Գիտեք, ապաշխարության միջոցով Քրիստոսի հետ առաջին փրկվողը ավազակը ապաշխարության միջոցով փրկվեց, որովհետեւ ճանաչեց եւ սրտով հավատաց եւ ապաշխարեց։ Եվ Տիրոջը դավանեց, ասավ. Տեր, ինձ մենակ չթողնես։ Եվ Տերը ասավ կհիշես ինձ։ Ասավ, երբ որ գաս քո թագավորությամբ ինձ կհիշես, եւ Քրիստոս ասավ, ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ կլինես դրախտում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մեր Տերը բարի է, սիրելի եկեղեցի։ Մեզ այսօր հոգևորների շատ պետք է, որ մենք ապաշխարության կյանք ունենանք։ Որովհետև ապաշխարության կյանքը բժշկում է մեր ներսը, մեր միտքը, ազատում է, որովհետև ապաշխարության ընթացքում լինում է հզոր բժշկություն։ Առանց ապաշխարության չկա հոգևոր կյանք։ Գիտեք, մենք շատ անգամ ես ինձ համար եմ խոսում, առաջինը ինձ եմ ասում։ Շատ անգամներ ես ինքս խոսացել եմ, ոգևորվել եմ, բայց հետո նայել եմ ու ասել եմ, գիտես, կյանք է պետք ապաշխարության։ Ապաշխարության միջոցով է, որ մենք մոտենում ենք ավելի շատ Աստծուն։ Որովհետև Քրիստոսը ուզում է, որ մենք ամեն օր ապաշխարենք։ Եվ հիմա Տիրոջ խոսքից կկարդամ ինձ համար եւ քեզ համար, ամեն սիրելի եկեղեցի։ Փառք Տիրոջը, տեսեք, 2 Պետրոս 3-րդ գլխից եմ կարդալու 8-րդ խոսքից։ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է. բայց այս մեկն էլ ձեզանից ծածուկ չլինի, սիրելիներ, որ Տիրոջ մոտ 1 օրը 1000 տարվա պես է եւ 1000 տարին ինչպես 1 օր։ Տերը չի ուշացնի խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչենք, կորուսյան լինենք, բայց որ ամենն էլ ապաշխարության հասնեն։ Հիմա տեսեք, Տիրոջ խոսքը ասում է, Տեր Հիսուս Քրիստոսը չի ցանկանում, որ մենք կորուսյան մատնվենք։ Այլ տեսեք, ասում է 1000 տարին Քրիստոսի, չէ՞, մի օրվա պես է Քրիստոսի համար։ Հիմա մենք հոգևորներս կմտածենք, գիտեք, հլա շատ կա Տիրոջ քալստի, իսկ դու ինչ գիտես։ Ժամերն ու ժամանակները Տիրոջ մոտ է, իսկ դու ինչ գիտես, ինչքան կա։ Միգուցե մի ժամից գա Քրիստոսը, միգուցե 10 րոպեից, միգուցե 1000 տարուց, ես չգիտեմ։ Ժամանակներն ու ժամերը Քրիստոսի մեջ է, որովհետև Քրիստոսը ասում է արթուն կացեք եւ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ Այս կյանքի ամենամեծ փորձությունը գիտեք որը կեղնի, սիրելի եկեղեցի ինձ համար։ Ես հավատում եմ, որ քո համար էլ է այդպես, որ Տեր Հիսուս Քրիստոսը գա եւ քեզ չճանաչի։ Աբսուրդ է, չէ՞։ Դրա համար Տերը ասում է, 1 օրը 1000 տարվա պես է, 1000 տարին 1 օրվա պես։ Ապաշխարության կյանք է պետք։ Ամեն։ Պատրաստվել, որ դիմավորենք Փեսային, ամեն։ Փառք Տիրոջը։ Հարցը եկեղեցին պետք է միշտ լինի արթուն, աղոթքի, քարոզի, հոգևոր կյանքի, ավետարան կարդալու կյանքի։ Գիտեք, այսպիսի մի հրաշալի վկայություն տամ, երեք միտեղ նստած էի, ինչ շատ սիրելի մի կին սենց հարավ, դե ասավ, երևի հովիվը չկա, դե սենց բառերը կոնկրետ մի բառ կարող ավել հիշեմ, մի բառ պակաս, միտքն եմ ասում, հասկացեք, դե երևի ժողովուրդն է քիչ կա, օնլայն արա էլի ծառայությունը, ասի, բարձա, ասի տեսեք սիրելի ժողովուրդ, մարդու սիրտը փագ է, բայց դու այսօր այնքան օրհնված մարդ ես, որ քո սիրտը բաց է, որ դու Կիրակի օրը սուրբ ես պահում եւ գալիս ես Տիրոջ առաջ քո խնդիրներով, քո խնդիրներով, հավատա։ Գիտես, հիմա ես քեզ ասես մի բան հորդորեմ ու ասեմ, հիմիկվա քո երևացող խնդիրները, որ վախեցել ես, գիտես, բա գործը ինչպես կլինի, մի բան կասեմ, քո գործն էլ կլինի, քո առողջությունն է կօրհնվի, եթե հավատաս։ Ամեն բան հնարավոր է հավատացողի համար։ Ամեն, փառք Տիրոջը։ Գիտեք, մեր կյանքում փորձությունները, երբ որ գալիս է, մենք միանգամից փորձությանը ենթարկվում ենք, այսպես այլայլվում ենք, այսպես ալեկոծվում ենք այդ փորձությանը։
Բայց երբ որ կանգնենք հավատքով, գիտեք, ես մարդ եմ, դուք էլ ինպես մարդ եք, փորձությունը երբ որ գալիս է, մենք շատ անգամ տկարանում ենք, բայց մենք մի բան պետք է հասկանանք։ Երբ որ փորձությունը եկավ, չայլայլվենք, նայենք Քրիստոսին, որովհետև երբ որ նայենք նրան կբժշկվենք, երբ որ նայենք նրան կփրկվենք, երբ որ նայենք նրան կազատագրվենք։ Ամեն, որովհետև մեր Քրիստոսի զորությունը Հիսուս Քրիստոսի խոսքը ես հեսա ավետարանով կփաստեմ եւ կհաստատեմ, ասում է Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ամեն, որովհետեւ նույն ձև բժշկում է, նույն ձև օրհնում է, նույն ձև ազատագրում է, նույն ձև օրհնում է։ Ամեն, մեր Տերը չի դադարել մեզ բժշկելուց, մեր խնդիրները օրհնելուց, հանելուց։ Գիտեք ինչ նախանգարում մեզ։ Մեր ապաշխարության կյանքը, որ չունենք ապաշխարություն։ Որ շատ անգամներ կարծես թե գիտես մեր աշկի մեջի գերանը չտեսած, այդ գերանը այնքան մեծ է մեր աշկի մեջ։ Դենց արդեն արհամարում ենք, բայց հենց մի եղբայր ինչ որ մի բան անում է, մի անգամից այդ եղբոր աշկի փուշը մենք մի անգամից տեսնում ենք։ Այդպես չի, ապաշխարելա պետք է ինձ եւ քեզ, ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտեք, ստեղից քարոզող մարդը յուրաքանչյուր քարոզիչ ասում եմ վստահ, երկնքի ու երկրի առաջ, յուրաքանչյուր քարոզիչ պետք է իր քարոզը ապրի։ Պետք է իր քարոզը ապրի, որ քարոզը կյանք դառնա։ Ամեն։ Գիտեք, այս ամբիոմը մի տեղ է, որ պետք է խոսաս, խաչված եւ հարություն առած Քրիստոսի մասին։ Ամեն։ Որը որ ես հիմա հավատում եմ, սիրելի եկեղեցի անում եմ, չէ՞։ Փառք Տիրոջը, հալելույա։ Մեր Տերը բարի է եւ շատ օրհնյալ։ Ամբողջ փառքը Քրիստոսին, հալելույա։ Տեսեք, ես հիմա կհաստատեմ ավետարանով եւ նոր ես ձեզ ասեցի Եբրայեցիներից 13:8 խոսք։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեք եւ այսօր եւ հավիտյան։ Տեսեք, սիրելի եկեղեցի, Հիսուս Քրիստոսը երբ որ երկրի վրա էր, գիտեք ժողովրդին ինչ էր ասում։ Ասում էր, լավ, ինչ չեք հավատում, այն հրաշքներն ու նշանները, որ անում եմ, դրանց հավատացեք։ Որովհետև ժողովուրդը, գիտեք, Մովսեսը ամեն ինչ Քրիստոսով արավ այդ ժողովրդի համար։ Այ մարդ ծովը բացեց, գնացին անապատ, ասին լավ չէ, մնայինք այնտեղ մեր այդ սխտորն ու եսիմ էլի տենց ուտեինք, քանց թե բերեցիր ես անապատ, ժողովուրդը սիրում է տրտնջալ։ Իսկ տրտունջը քո տանում է շատ վատ տեղ։ Պետք է մենք այսօր ազատվենք ամեն կներեք, ամեն տրտունջներից, սիրելի եկեղեցի, որովհետև այդ տրտունջը տանում է շատ վատ տեղ։ Եվ գիտեք, երբ որ դու տեսնում ես ինչ-որ եղբայր, քուրիկ, եկեղեցում ինչ-որ անում է ինչ-որ մի բան սխալ, եթե կարող ես Քրիստոսով շտկի, բարձրացրա, քո եղբոր եւ քրոջդ արած սխալը, ոչ թե գիտես ծածկադփոց անես, այսպես, այլ սիրով տանես։ Եվ ամեն ֆունկցիան, որ եկեղեցում կատարվում է, դու մնաս քո ֆունկցիայի մեջ։ Ուրույն քու տեղը դու մնաս այս եկեղեցում։ Սա ասում եմ ինձ եւ քեզ, սիրելի եկեղեցի։ Ամեն։ Գիտես, խոնարհությունը շատ հզոր բան է հոգևոր կյանքում։ Երբ որ դու խոնարհվում ես, Տերը քեզ բարձրացնում է։ Բայց հպարտներին հակառակ է կենում։ Հպարտացած մարդը չի կարող հոգևոր կյանքում ճիշտ դիրքի վրա լինի, որովհետև նա հպարտացել է։ Եվ գիտենք, որ Սատանան հպարտացավ եւ նրա հետ էլ 1/3 մաս հրեշտակներին, որ հիմա դևեր են կոչվում, տարավ իր հետ։ Հպարտությունը շատ վատ բան է, եթե ինչ-որ մի տեղ, գիտեք, օրինակ մեր եկեղեցում սիրելի եկեղեցի ամեն, մենք տարեդարձը նշեցինք մի շաբաթ առաջ եւ հզոր հաղթանակ եղավ։ 38 հոգի օծվեց։ 38 հոգի, հզոր թիվ։ Գիտեք, այդ 38-ը օծվեց ծառայության համար։ Բայց գիտես մի բան կասեմ քեզ, սիրելիս։
Երբ որ շղթական ձայնը կգա եւ կասի, հա, դու արդեն օծված ես, չկա մեկը քեզ պես։ Ասա օծված եմ, բայց ինչքան է որ օծված եմ, խոնար եմ։ Ամեն։ Երբեք քո օծությունը չչարաշահես։ Այդ օծությունը հավիտենական չի։ Այդ օծությունը Տիրոջ գործը անելու համար է, ամեն, բայց ամեն օծության մեջ եղի խոնար։ Գիտեք, մեր թանկ հովիվից եմ ուզում երկու բառ խոսամ։ Ես կարծես թե ամեն Կիրակի, որ ինձ խոսք ա տրվում, մի երկու բառ հասցնում եմ իր մասին, գովամ դե ինքս ստեղ չի, դրա համար ես մի քիչ ազատ գովամ, էլի։ Գիտեք, բոլորս է տեղյակ ենք, 30 տարի ինքը ծառայում է։ Ունի պարգև մարգարեական, ունի պարգև ազատագրության, ունի պարգև բժշկության։ Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կանգնի ու ասի, գիտեք, հովիվը մարդ ձեռք դրես, ինչ-որ մեկը բժշկվեց եւ ասավ, հա, հիշում ես, որ ձեռքս դրի դու բժշկվիր։ Ես չեմ հավատում այդպիսի բանի։ Անկամ հովիվին գալիս են ասում, հովիվ դու այսպիսի բան մարգարեցար, ասում եմ, հա, չեմ հիշում։ Բայց լուրջ եմ ասում, այդ մարգարությունը տվյալ մարդու եւ մի ամբողջ Գերդաստանի կյանք ա փոխել։ Եվ ինքը չի հիշում, որովհետև ինքը նվիրված է Քրիստոսին եւ Քրիստոսի գործն անում։ Ինչի՞ եմ այս օրինակը բերում, որովհետև նա մեր առաջնորդն է, մենք նրան տեսնելով պետքա սովորենք, ամեն, փառք Տիրոջը։ Եվ ինչի՞ սա մեջ բերեցի։ Ինչի համար որ օծվել ես, սիրելիս, օծությունը ամուր պահի։ Եվ խնդրի թող երկնքից ավելի զորավոր օծություն իջնի քո վրա։ Եվ խնդրի այդ օծության մեջ, այդ ծառայության մեջ, որ դու օծվել ես, Տերը քեզ շատ բարձրացնի, Տերը քեզ շատ օրհնի, Տերը քեզ շատ զորացնի։ Ամեն։ Եվ երեք կարծես թե վկայություններով սկսեցի ծառայությունը եւ կուզեմ մի վկայություն էլ տամ։ Ինձ մոտիկ մարդ է, արդեն 3 տարի է ես իրան ճանաչում եմ։ Երբ որ ես իր հետ ծանոթացա, ինքը ուներ ընտանիք, տուն ասելով ստեղ տուն ուներ, բնակարան ուներ, հա, ապրում էր նորմալ, շատ լավ, իր կյանքով, ճակերտների մեջ, աշխարհիկ հաճույքների մեջ, եւ 3 տարի առաջ երբ որ Տիրոջ խոսքը խոսացի իրան, ասա, արա ախպերս մի կյանք ենք ապրում, լավ ասի, եւ երբ որ ես երեք իրան տեսա, ինքը կորցրել է իր տունը, իր ընտանիքը, բաժանվել է, եւ ինձ հարց տվեց, եւ ասավ, իսկ ես ում եմ նման։ Հիմա հովիվը լսի կծիծաղի, հովիվը գիտի ինչ եմ խոսում, եւ սենց նայեցի, ասի կուլտուրական բոմժի։ Սենց նայեց ինձ, աշկերը լցրեց, ասի հիշում ես, երբ որ 3 տարի առաջ քեզ քարոզում էի։ Ասավ, հա։ Ասի, իսկ հիմա դու ինչ ես դարել։ Ասավ, ամեն ինչ կորցրել եմ։ Ասի, դու գիտես, որ ունես հնարավորություն։ Ասես մի անգամից աշկերը փայլեց, կարծես այնպես փայլեց, ոնց որ մտածում էր ես հեսա իրան փող կտամ եւ այլն եւ այլն։ Ասավ, իսկ ո՞րն է։ Ասի, Քրիստոսն է։ Որ գաս իրան, նա քեզ կարա բարձրացնի։ Սիրելիս, եկեղեցին մի տեղ է, որտեղ որ կարաս տարբեր տեսակ մարդիկ տեսնես, բայց երբեք չգայթակղվես։ Տարբեր անոթներ կարաս տեսնես եկեղեցում, տարբեր, որովհետև ինչպես մեր Սպարտակ եղբայրն ասում, եկեղեցին դա մի հատ մեծ հիվանդանոց է, որ շատ հիվանդներ կարան գան։ Մեկը մի փոքր հիվանդ, այս հիվանդությունով հոգևոր, մեկը մի քիչ այնպես, մեկը մի քիչ այնպես։ Ինչի՞ եմ ես ամենը ասում։ Հոգևոր հիվանդությունը մենք ձեռք ենք բերում, երբ որ ապաշխարության կյանքը դադարում է։ Սկսում ենք զարկվել։ Դու հարմարվում ես բամբասանքին։ Դու հարմարվում ես տրտնջալուն, հարմարվում ես կամաց։ Հա, բայց ինչ եմ ասում, որ ասում եմ, ես մարդը աշխատող չի, առավոտից իրիկու թողած թափարի, հայ ախպեր, ես քեզ կասեմ, բայց դու արդեն բամբասեցիր, դու այդ մարդուն չես գովում, եթե դու մարդու չես խոսում լավը, և նրան թերագնահատում ես, և նրան իջացնում ես, դա արդեն բամբասանք է,
Երբ որ հետ դառնաս եւ ապաշխարես, սիրտդ մաքրես ու ապաշխարության սիրտ ունենաս, կփոխվես, կներես։ Մեկը կտեսնես ումից որ բամբասում ես, սկսել ես շատ սիրել։ Ամեն, որովհետեւ ապաշխարության միջոցով Քրիստոսի սերը կարա սփռվի քո սրտիդ մեջ։ Ամեն, փառք Տիրոջը։ Մեզ պետք է որ ապաշխարության կյանք ունենանք։ Գիտես, Քրիստոսից ոչինչ մեզ չի կարա հեռացնի։ Այս աշխարհում մենակ մի բան կարա հեռացնի։ Քո մեղքերը կարա քեզ Քրիստոսից հեռացնի։ Գիտեք, ինչի է մարդը մեղքին հարմարվում։ Ինչի է խաբվում։ Որովհետև սատանան մարդուն չի գալի, գիտես, միանգամից հարվածում։ Այդպիսի բան չկա։ Ես դրան չեմ հավատում։ Սատանան կամաց հարվածներ է հասցնում, որ դու այդ ցավը չզգաս։ Մի քիչ մզմզում է, մի քիչ հետո այդ տվյալ տեղը տզում է, մի քիչ հետո արդեն 2 օրը մեկա ցավում, քանի գնում ցավը ուժեղանում է։ Եթե մի անգամից ցավա, դու մի անգամից կվազես Քրիստոսի մոտ, Տեր փրկիր ինձ։ Բայց սատանան այդպես չի վարվում։ Նա հանգիստ է քո հարցերը լուծում, որովհետև նա ստության հայրն է։ Բայց մեզ այսօր ինչ է պետք, միտք է պետք։ Երբ որ ինչ-որ մի հատ փոքր բան մեր հոգևոր կյանքում հենց գործենք, վազենք Տիրոջ առաջ ու ասենք. Տեր, փրկի զավակիդ։ Եկել եմ, Տեր։ Խնդրում եմ Քրիստոս, քանի չի խորացե, ջնջի ու մաքրի այդ հեռացրի այդ չարի արմատը իմ կյանքից։ Հիսուսի անունով, ամեն։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին, ալելույա։ Տերը բարի է, սիրելի եկեղեցի։ Մեր Տերը հավատարիմ է մեզ ամեն ժամանակ։ Կներեք։ Տեսեք առաջի Հովհաննես 4-րդ գլխից 10-րդ խոսքից եմ կարդում եւ տեսեք ինչ հրաշալի է խոսում։ Ասում է սրա մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Հիմա սիրելի եկեղեցի, մենք Քրիստոսը սկզբից սիրեց մեզ եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Որովհետեւ Քրիստոս, երբ որ մենք գիտակցենք, որ Քրիստոսը, Հիսուսը մեզ համար խաչվեց, տեսեք Հիսուս Քրիստոսը նշում է ավետարանը, որ առաջինը նշում է խաչվեց մեղքերի քավության համար։ Տեսեք շատ կարևոր է։ Ինքը տեղ է տալի Քրիստոսը, որ մեղքի կյանքը պետք է դադարեցնես ու սուրբ ապրես, որովհետև Տիրոջ մի խոսքում ասում է ձեզ կանչող սրբի պես սուրբ եղեք։ Այ ով է մեզ կանչե Քրիստոսը։ Ես չեմ հավատում, որ այդպիսի մարդ կարա լինի, որ ինչ որ մի հատ արդար մարդու համար խաչվի, բայց Քրիստոսը իմ համար եւ քեզ համար խաչվեց։ Եվ սկզբից մենք չսիրեցինք Քրիստոսին, այլ նա մեզ սիրեց։ Եվ իր սերը ցույց տվեց։ Այն էլ ոնց ցույց տվեց։ Խաչափայտը բարձանալով, տանջվելով։ Գիտեք, ես առաջի անգամ, երբ որ իմացա, որ մարդու օրգանիզմի մեջ նաև ինչի եմ այսպես խոսում, եթե հովիվը այստեղ լիներ, կունենայինք բժշկության ծառայություն, բայց ես անպայման ոչ թե անելու ենք բժշկության ծառայություն, չէ, բայց անպայման վերջում աղոթելու ենք իրար հետ։ Բայց քանի որ այսօր հենց օրն է բժշկության ծառայության, մի փոքր խոսամ բժշկությունների մասին, որովհետև երբ որ մենք ապաշխարում ենք, նաև մեր հոգին եւ մարմինը բժշկվում է, ազատվում է։ Դուք տեսել եք, չէ՞, դիվահարված մարդիկ, երբ որ գալիս են, ես օրինակ 3 անգամ, եթե չեմ սխալվում, ազատագրության ծառայության ներկա եմ եղել, որ հովիվը ազատագրել է մարդկանց, ես տեսել եմ այդ մարդիկ ինչպիսի այլայլվա, կարծես ինձ ճմրթված լինեն, հասկանում եք, այդ իրանց դիվահարված վիճակը, նաև իրանց այդ ասենց սխմել է մարմինը, եւ երբ որ ազատագրվել են, ես տեսել եմ այդ մարդիկ փայլել են։ Գիտեք, մարդու օրգանիզմի մեջ հիմնական 39 հիվանդություն կա։ Եվ այդ 39 հիվանդությունից է բաղկացած մնացած հիվանդությունները։ Իսկ դուք գիտեք, որ Քրիստոսը մտրակի հարվածակերը 39 անգամ։
Այսինքն ամեն անգամ, երբ որ Քրիստոսին մտրակել են, ամեն անգամ նա քո հիվանդությունը վեր է առել։ Մեզ ինչա պետք հավատանք։ Ամեն։ Որովհետև Քրիստոսը շատ անգամ շեշտում ասում է, հավատա եւ կփրկվես։ Ասում է, թող քո հավատքի պես քեզ լինի։ Այսօր եկեք անկեղծ լինենք։ Մեր Աստված անկեղծության Աստված է։ Եթե դու այսօր չես հավատում, որ ինչ-որ հիվանդությունից դու կարաս ազատվես, դու կարաս փրկվես, դու կարաս բժշկվես, գիտես, անկեղծ Տիրոջ առաջ արի, ասա, Տեր, չեմ հավատում։ Տես չեմ հավատում, չեմ կարողանում հավատալ։ Խնդրում եմ, որ հավատքս զորացնես։ Խնդրում եմ, որ հավատքս բժշկես, Տեր։ Ների, չեմ հավատում, օգնիր ինձ, Տեր։ Օգնիր են խնդրի համար, որ ամեն օր քեզ աղոթում եմ, այ մի օր կանգնեմ ու հավատքով աղոթեմ։ Այ մի օր կանգնեմ ու ձեռքս դնեմ ու ասեմ, Տեր Հիսուսի անունով բժշկվի։ Ամեն։ Թող Տերը առաջինը մեր հավատքը բժշկի այսօր։ Երբ որ մեր հավատքը բժշկվի, շատ օրհնությունների մեջ կհայտնվենք։ Ամեն։ Կարծես հոգևորները այսպես sense, չգիտեմ, sense մի հատ մեծ արագությամբ հրաշքի հետևից են վազում։ Ես այսօր ուզում եմ ասեմ, հրաշքի հետևից վազող հոգևորներ, եկեք այդ նույն արագությամբ Հիսուսի հետևից վազենք։ Որովհետև հրաշք անողը Հիսուսն է։ Այ մարդ հրաշք անողին թողել ենք, ինչ որ հրաշքների հետևից ենք գնում։ Հրաշք անողը նա է։ Մենք պետք է նրան մոտենանք, որ նա հրաշքն անի, ամեն։ Հրաշք անողից հեռացել ենք ու ուզում ենք մեր կյանքում հրաշք լինի։ Չի լինի այդպիսի բան, սիրելիս։ Փառք Տիրոջը։ Մեր Տերը օրհնյալ է, ամեն։ Հալելույա։ Տեսեք Եփեսացիներից 3-րդ գլուխը ինչ հրաշալի է խոսում, 3-րդ գլխից կխոսամ 19-րդ խոսքից եւ ասում է 19-րդ խոսքից եւ ասում է ճանաչեցեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտությունը, որպեսզի Աստծո ամբողջական լիությամբ լցվենք։ Հիմա տեսեք ասում է Քրիստոսի սերը վեր է ամեն գիտությունից։ Գիտությունը ինչքան է զարգանա, չի կարա հասկանա, ինչպես է լինում այդպիսի բան։ Ինչպես կարա լինի։ Ինչպես կարա լինի, երբ որ գիտեք, ես անգամ, չգիտեմ, սրտից դրվեց, որ նաև այս խոսամ, դատապարտելու համար չեմ ասում, ես այդ մարդկանց անգամ չեմ էլ ճանաչում։ Պրոստը լսել եմ, որ այդ մարդիկ ազատագրվել են։ Քուր ու աղբեր, հարազատ քուր եւ եղբայր։ Խոսքը մեր եկեղեցու մասին չի։ Աշխարհի մարդիկ են եղել, ովքեր եկել են, դիմել են Հովվին եւ Հովիվը ազատագրել է։ Եվ շատ անգամ վկայած կլինի երևի Հովիվը, շատերը երևի կիմանաք, անգամ ճամբարում, երբ որ գնացել ենք, ինքը վկայել է դրա մասին։ Հարազատ քուր ու եղբայր, որ իրար հետ քնել են։ Դուք պատկերացնում եք եւ Աստված սիրում է նրանց։ Հիմա ձեր մտքից վերա, չէ՞։ Իմ մտքից օրինակ վերա։ Բայց Քրիստոսը նրանց համար ախաչվել։ Ամեն։ Այսօր եկեք ամեն քարերը, որ մեր մեջ է, որ վերցրել ենք քարկոծելու, դեմից մեզ նայենք, հա։ Ամեն։ Եկեք դառնանք նրա տեսակը, Քրիստոսի տեսակը։ Ձեզ կանչող սրբի պես սուրբ դառեք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այդ քուրու աղբոր համար Քրիստոսը խաչվել է, արյունաթափ է։ Եվ ասում է, իմ սերը հենո աղբեր, քո գիտությունից վեր է, թե ես ինչքան եմ իմ զավակներին սիրում։ Ասում է, մի դատեք, որ չդատվեք։ Ասում է, ինչ դատաստանով էլ որ դատվեք, այ դրանով է կդատվեք։ Ամեն, թողեք դատավորի աթոռները։ Դատավորը մեկն է Քրիստոսը։ Ես ինքը շատ անգամ նստել եմ ինչ-որ դատավորի աթոռին, ոյ, բայց բանը սխալ է։ Իսկ դու ով ես, որ ճիշտ ու սխալ անես։ Ես ինձ եմ ասում։ Իսկ դու ով ես, որ ճիշտ ու սխալ անես։ Մեկն է, որ կարա ճիշտ ու սխալ անի, Քրիստոսը, որովհետև նա մահացավ եւ նա հարություն առավ եւ նստեց հոր աջ կողմը, որ ամեն օր բարեխոսի ինձ համար եւ քեզ համար։ Նա է որոշում ճիշտը եւ սխալը։ Հալելույա Աստծուն, ամեն։
Փառք Հիսուսին։ Սրտանց փառաբանիր Աստծուն։ Հալելույա։ Տեսեք, սիրելի եկեղեցի, մենք շատ անգամ մտածում ենք, որ մենք խոսալով թեթևանում ենք։ Բայց շատ անգամ չենք հասկանում, որ խոսալով մենք ծանրանում ենք։ Նայած ինչ ես խոսում։ Կարաս դու խոսալով ծանրացնես քո կյանքը, քո հոգևոր կյանքը։ Եթե դու այսօր քրոջիցդ, եղբորիցդ, ամուսնուցդ, երեխուցդ սիրտը թեթևացնում ես, դու ծանրանում ես, ոչ թե թեթևանում ես։ Օրհնի։ Այսօր զավակը չունի ինչ-որ աշխատանք, ինչ-որ խնդրի մեջ է, ինչ-որ մի փոքր հարց, օրհնի, կանգնի ասա Տեր, թող երկնքի օրհնությունները բացվեն իմ զավակի վրա, Հիսուսի անունով, ամեն։ Ոչ թե բողոքենք, տրտնջանք, էս ինչա, առավոտից, էս կողմ, այն կողմ, թող տրտնջը։ Տրտնջը զզվելի է Քրիստոսի առաջ։ Գիտեք, շատ ժամանակ մոտավորապես կլինի 2-3 ամիս է կանգնած եմ այդ մտքերի վրա եւ ամեն օր խորում եմ դրա մասին։ Եվ մի բան կասեմ. Պահողը Քրիստոսն է։ Քո ֆինանսները, քո կարողությունը, քո ծանոթությունը չի կարող օգնի այնպես, ինչպես որ նա։ Ամեն։ Որովհետև մեր կյանքում կարող գա իրավիճակներ, որ մենք մենակ կարանք նայենք Հիսուսին եւ ասենք. Տեր, փրկի զավակիդ։ Ես ուզում եմ քեզ այսօր հորդորեմ, ինձ եւ քեզ։ Եթե ինչ-որ միտեղ քո հույսը դրել ես ինչ-որ մարդու վրա, լավ է, երբ որ Աստծով հուսանք մարդուն, բայց առաջինը մենք պետք է մեր հույսը դնենք նրա վրա։ Որովհետև նա մեր սրտերի եւ երիկամունքները քննող Աստված է։ Չկա մեկը նրա պես։ Որովհետև ասա ինձ սիրելիս, ով է որ կարաս դու գնաս մինչև վերջ սիրտդ բացես, սիրտդ դատարկես։ Չկա այդպիսի մեկը մարդու համար։ Մենակ նա, Քրիստոսը, որի առաջ կարաս գնաս, լացես, խոսաս, քեզ երբեք չի ասի, դե հերիք է էլի, դե զզվեցի էլի լացից։ Կլսի լացդ, կմաքրի արցունքդ, կփարատի քեզ, կնորոգի քեզ, կօրհնի քեզ։ Եվ երբեք չի խանգարի, կթողա որ դու սիրտը դատարկես։ Ցույց տուր ինձ մի հատ քեզ հարազատ, որ դու ինչ որ խնդրի մեջ եղնես, ինչ որ հարցերի մեջ եղնես ու ամեն օր գնաս իր ամոց սկսես լացելը։ Կգա մի օր կասի, դե հերիք է էլի այդ տազան, հերիք է լացես, բայց երբեք Քրիստոսը այդպիսի բան չի ասի։ Նա կլսի, կամոքի, կզորացնի։ Արժե չէ որ այդ ձև Աստծուն ծառայենք։ Ամեն, չէ։ Արժե չէ որ այդ ձև Աստծուն սփարվենք, գրկենք ու ասենք Տեր, երբեք քեզ չենք թողա։ Որովհետև մեր կյանքը դու ես։ Եթե քեզ թողանք, որտեղ գնանք կյանք փնտրենք։ Այս աշխարհը այնքան արագացել է։ Այս աշխարհը այնքան արագացել է եւ իր տրամաբանական ավարտին է մոտենում, որտեղ որ գնանք, որ կյանք գտնենք։ Միակ կյանքը նա է, Հիսուսը։ Ամեն։ Նա է կյանքի աղբյուրը։ Նա է կյանքի ջուրը, որ խմես ու չես ծարավի։ Արժե չէ որ այդ ձև Աստծուն ասես, փառք ես Տեր, հալելույա։ Փառք Հիսուսին։ Տեսեք, ինչ հրաշալի է խոսում Տիրոջ խոսքը Հովհաննես ավետարան 15-րդ գլխից կարդամ 7-րդ խոսքից։ Եվ այսպես ասում. Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ Հիմա Հիսուս Քրիստոսը պայման է դնում ինձ համար եւ քեզ համար։ Ասում է, եթե իմ մեջ մնաք, հավատում եմ ինձ լսում ես, Տերը քեզ օրհնի, որ ցանկանում է իր on-line ծառայել այսօր։ Ասում է, եթե իմ մեջ մնաս, եւ այն ինչ էլ որ խնդրես ինձանից, կստանաս։ Գիտես,
ամբողջ շաբաթ աշխատում ենք։ 6 օր աշխատում ենք։ Այսօր ուզում եմ հորդորեմ։ Ինքդ քեզ հարց տուր։ Ինքդ քեզ հարց տուր։ 6 օրվա մեջ ինչքան ես կարդացել, ինչքան ես երկրպագել, ինչքան ժամանակ ես տվել Աստծուն։ Քեզ հարց տուր։ Պետք չի որ ինչ-որ դու բարձրաձայն ես, այ քեզ հարց տուր։ Մեկ է կտեսնես հոգուց զորությունը արթնացավ, Տերների, այս 6 օրվա մեջ Քրիստոս շատ քիչ եմ կարդացել, անգամ չեմ էլ կարդացել։ Տերների ողորմա, բայց գիտես, այդ դեպքում է քեզ Աստված շատ սիրում է։ Բայց քեզ հորդորում եմ, եղի Տիրոջ խոսքի, Տիրոջ կամքի, ասում եմ, եթե իմ հետ միավորված մնաք։ Տիրոջ հետ միավորված մնալը նա է, երբ որ Քրիստոսի գործի մեջ միավորված լինես։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի եւ գործի մեջ միավորված լինես, եւ ասում եմ, այն ինչ էլ ինձնից խնդրես, կառնես։ Քո կյանքի փորձությունը Քրիստոսից մեծ չի։ Ամեն։ Դու քո խնդիրները նայում ես, ասում ես, վայ ես խնդիրը, վայ ես, այ եթե դու չթուլանաս ու աղոթես, մի օր կտեսնես, որ այդ խնդիրը գնաց Հիսուսի անունով։ Եվ եկավ Քրիստոսի օրհնությունը քո կյանքի մեջ։ Ամեն։ Մեզ ինչ է պետք, Քրիստոսի հետ միավորված մնանք եւ լինենք ապաշխարության կյանքի մեջ։ Հալելույա։ Տերը բարի է եւ շատ օրհնյալ, սիրելի եկեղեցի։ Փառք Տիրոջը։ Գիտես, դժվար է, երբ որ մարդը ունի ինչ-որ մի կարիք, ինչ-որ մի հիվանդություն ու ամեն օր աղոթի։ Գիտեք, ինձ համար հեշտ չի, ես կարծես հիմա դուք ինձ կասեք, երևի իր մոտ սաղ օքեյ է, լավ խոսում է, բայց հավատացեք, ես է ունեմ խնդիրներ, որ ամեն օր այդ խնդրի համար աղոթում եմ, բայց լա այդ խնդիրը չի լուծվել։ Բայց ես մի բան եմ նայում, խնդիրը Քրիստոսից մեծ չի։ Մի օր կկարդնանա մի գեղեցիկ օր, կտեսնեմ այդ խնդիրը գնաց։ Ամեն։ Երբ որ չորեքշաբթի օրեր ծառայություններ, գիտեք, սիրում եմ, երբ որ մարդը երկնքից օծված է լինում։ Սիրում եմ, երբ որ մարդը երկնքից ինքը օծություն ունի։ Եվ հովիվը մի հայտնություն տվեց եկեղեցուն, ասավ, գիտեք, ինչի՞ չի մարդը մտածում մահվան մասին։ Եվ ժողովուրդը ով կար այդ օրը ծառայողականին, խնդրում եմ ձեռք բարձրացնեն, հա, ամեն փառք Տիրոջը։ Եվ հարց տվեցինք, չեմ հիշում, ով տվեց հարցը, բայց գիտեմ, որ տվինք եւ հովիվ պատասխանեց, ասա, որովհետեւ քո մեջի հոգին հավիտենական է, նա չի կարա մտածի մահվան մասին։ Բայց մենք, որ հիմա գիտակցություն ունենք մտածելու, այն ինչպես ապրենք, որ այդ հոգին հավիտյան ապրի Քրիստոսի հետ։ Ամեն։ Ես չեմ ուզում, որ մենք հոգևորներս փափուկ բարձ դնենք մեր գլխի տակ։ Աստված ինչքան սիրող է, սիրելի եկեղեցի, ասեմ, այդքան էլ դատավոր է։ Ամեն։ Գիտեք, այսօր մեզ պետք է ապաշխարության կյանք, որ Քրիստոսին հաճելի դառնանք, որ Քրիստոսի ուզածը դառնանք, Քրիստոսի տեսակը դառնանք, ապաշխարության կյանք է պետք։ Որովհետև Հիսուս Քրիստոսը մեր մեղավորների համար եկավ աշխարհ։ Որովհետև Հիսուս Քրիստոսը երբ որ եկավ, ասավ, ես չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Անկամ Հիսուսին ասին, մեղավորների հետ հացաուտը, մեղավորների հետ նստում է, բա ում հետ նստի։ Եթե նա մեղավոր մարդուն է ուզում բերի արդարության մեջ, ում հետ նստի։ Արդարը արդեն իսկ արդար է, ճանաչում է Քրիստոսին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ինչքան, գիտես, երբ որ մեղավոր մարդ ես տեսնում, սկսի շատ սիրել է։ Որովհետև Հիսուս Քրիստոսն էլ այդպես արավ։ Իր սերը ցույց տվեց, խաչը բարձրանալով։ Եթե դու ուզում ես դառնաս Քրիստոսի նման, սիրի մեղավոր մարդուն, մի սիրի նրա մեղքը։ Մենք մեղքը դատապարտում ենք եւ ասում ենք թող չորանա ամեն մեղքը Հիսուսի անունով։ Բայց մեղավոր մարդուն օրհնում ենք եւ ասում ենք եղի օրհնված ու ազատ Հիսուսի անունով։ Սկսեք սիրել մեղավոր մարդկանց։ Գիտեմ, որ դժվար է, բայց կարևոր բան է։
Սկսեք սիրել մեղավոր մարդկանց։ Եվ կտեսնեք, որ մեղավոր մարդը եթե զգա, որ դու սիրում ես իրան, ինքը փոխվում է։ Տեսել եք սիրելի եկեղեցի, երբ որ մարդիկ խմած են եղնում, Աստծո խոսք ես խոսում։ Ես օրինակ անգամ ասեմ, աղոթել եմ։ Ասեմ ավելին, մանավանդ որ սկսեցի լեզուներով աղոթել, մեկը տեսա սկսեց հունգուր լացելը։ Որովհետև ինքը քո մեջի սերը զգաց։ Տեսել եք, չէ՞ որ խմած մարդկանց սկսում ես սիրելը, փոխվում են, դառնում են պուպուշ։ Կարծես են այրուս տեսակը տենց դառնում ես նապաստակ, չէ՞։ Որ սկսում ես սիրելը խմած մարդկանց, տենց հակառակ բաներ չես ասում, տեսք են ընդունում, կարծես այդպես է պետք է լիներ, չէ՞։ Դժվար է, շատ դժվար է։ Բայց երբ որ մեղավոր մարդուն սկսում ես սիրել, ինքը փոխվում է։ Բայց երբ որ մեղավոր մարդուն սկսում ես դատապարտելը, ինքը լցվում է չարությամբ։ Եթե դու մեղավոր մարդ ես տեսնում, սկսում ես դատապարտելը, որ ինքդ հոգևոր ես, ինքդ Քրիստոս ես քարոզում, ուր մնաց քո քրիստոնեությունը։ Ուր մնաց քո հոգևոր տեսակը։ Սիրի մեղավոր մարդուն։ Մի հարմարվի նրա գործած մեղքերի հետ, նրա կապրիզների հետ, բայց սիրի նրան։ Մի հատի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Տեսեք, Սա մի վարքյան սիրելի եկեղեցի Փառք Հիսուսին։ Կներեք։ Տեսեք Հռովմեացիներից 5-րդ գլխից եմ խոսալու 8-րդ խոսքից եւ ասում է Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հիմա ասում է դեռ որ մենք մեղավոր էինք, իր սերը հայտնեց մեզ։ Մեզ համար մեռավ։ Գիտեք մի բան ասեմ ձեզ։ Լսել եք չէ ծնողներին, որ ասում են երեխուս համար կյանքս կտամ։ Գիտեք, երբ որ գա այդ կյանքը տալու պահը, դու կհասկանաս, որ դու ապագորգոր խոսում ես։ Մի քիչ շատ դառն եմ խոսում հիմա։ Պրոստը ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ կյանք տվողը մեկն էր, Քրիստոսը։ Ես այսօր չեմ եկել ասեմ, որ դու քո երեխու համար չես անի։ Ես ինքս երեխա ունեցող եմ, ես ինքս ծնող եմ։ Գիտեմ ծնողական սերը ինչ է, բայց կյանք տալը դժվար բան է։ Կարող է եւ անգամ 10 քո երեխուդ համար, բայց քեզ հարց։ Ինչ որ մի, տեսեք չեմ շեշտում, մեղավոր մարդ, ինչ որ մի արդար մարդու համար կյանքդ կտաս, մի անգամից ասում եմ չեմ տա։ Անկեղծ խոսում ենք, չէ՞, որովհետեւ մեր Տերը անկեղծ է։ Սրտերի եւ երիկամուկները քննողը նա է։ Բայց Քրիստոսը, որ մենք մեղավոր ենք մեր մեղքերի մեջ, համայն աշխարհի մարդկության այդ պղծության, այդ կեղտոտության մեջ ժողովուրդը ամեն այդ պղծության մեջ էր։ Բայց Քրիստոսը իր կյանքը տվեց, որ նրանով կյանք ունենանք եւ կյանք ավելիով։ Ամեն։ Գիտես, սրտանց հիմա հրճակի։ Սրտիս ես դրվեց, որ ասեմ։ Կարաս աչքերդ փակ ասես, կարաս բաց ասես, բայց սրտանց արա հիմա ինչ կանես։ Ասա Տեր, ես գիտեմ, որ ծառայության վերջում հրաշքս առնելու եմ։ Ամեն։ Հրճակի սրտանց Հիսուսի անունով։ Եթե հավատում ես։ Փառք Տիրոջը, ես հավատում եմ, որ զորավոր աղոթք ենք ունենալու։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, մեր Տերը շատ բարի է։ Մեզ պետք է, որ մենք ամեն օր դեպի ապաշխարությունը գնանք, դեպի ապաշխարության մեջ գնանք։ Գիտեք, ես շատ անգամ, երբ որ ապաշխարում եմ, ինչ որ արարքներից, ինչ որ խնդիրներից, գիտեք, սիրելի եկեղեցի, խնդրում եմ հանկարծ չմտածեք, ես ինչ որ մեղքերի մեջ եմ ծանր։ Առօրյա, կարող է ինչ որ մեկի վրա գոռամ, հետո գնամ ապաշխարեմ։ Խոսքը դրա մասին է։ Կամ ինչի՞ չէ, ինչ որ մի տեղել, գիտեք, շատ լավ է, երբ որ մարդը ինքը իր մասին խոսում է։ Ամեն,
ամենահզոր բանն է հոգևոր մարդու կյանքում։ Երբ որ սխալդ հասկանաս ու սխալը չթաքցնես, սկսես խոսալը։ Ամեն։ Մեկ-մեկ է կարող է մի քիչ թեթևանանք, էլի, մի քիչ sense սիրտներս թեթևանանք, բայց հետո հասկանում ենք, Տեր, ների մեզ, խնդրում եմ Հիսուս։ Եվ Տերը հավատարիմ է, որ ների օրհնի։ Բայց երբ որ գալիս ենք ու ապաշխարում ենք, խնդրում եմ, փորձենք, որ այդ մեղքը էլ չգործենք։ Եթե տեսնում ենք, որ այդ մեղքը կրկնվում է, արդեն սկսեք աղոթքի կանգնել, որ ձեզ ազատագրի այդ խնդրից Քրիստոսը։ Ամեն, որովհետև եթե ինչ-որ մի մեղք արդեն անդադար կրկնվում է, դու արդեն բռնված ես դրանով։ Խնդրի, որ քեզ Տերը ազատագրի։ Ամեն, փառք Տիրոջը։ Գիտես, մեր հոգևոր կյանքի մեջ ամենակարևոր բանը որն է։ Եվ ամենակարևոր բառերից մեկը ինձ համար կներես։ Սխալվել եմ։ Մարդը իր սխալը այնքան դժվար է ընդունում։ Ամեն պատճառաբանություն բռնում է։ Ամեն բան։ Չէ՞։ Եդեմական պարտեզում Ադամը ինչ արավ, ասավ, ես չէի, Տեր։ Հələ դες ինչ է խոսում մեր Ադամ աղբերը։ Ասում է, այն կինը, որ դու ինձ համար ստեղծիր, կարծես իր համար չէր ստեղծել, որ ինքը մենակ չլիներ։ Ասավ, այն կինը, որ դու ինձ համար ստեղծեցիր, այ նա արա։ Այ ձև մարդկությունը գնում է։ Հիսուս ես չեմ, այն օրը, որ այն ինչ տեղը այդ խոսակցությունը գնում էր, եթե չգնար, ես այդ մարդուն չէի իջացնի։ Եհավ գնում էր, մի բան է դու ասեիր, դադարեցեք եւ ճանաչեք ով է Քրիստոսը։ Ամեն։ Մարդի տեսակը դա է։ Խոսակցի, բամբասի, չարախոսի, բայց երբ որ մարդը Քրիստոսով փոխվում է, դառնում է գիտեք ինչ տեսակ։ Օրհնող, բարձրացնող, զորացնող, օծող։ Ամեն, կամեցող։ Գիտեք երեք երբ որ ես այդ մարդուն տեսա եւ իր հետ խոսացի, կարծես այլայլված էր։ Հայացք չկար։ Ամեն բան կորցրել էր։ Ասի տեսար քո աշխարհիկ հաճույքները ուր տարավ քեզ։ Խոսած գլխին տվեց ու ասավ տեսա։ Սիրելիս, սիրելի եկեղեցի, սիրելի ինձ դիտող մարդ, փախի աշխարհիկ հաճույքներից։ Այդ հաճույքները, որ հիմա դու տեսնում ես, որ հիմա քո աչքին շատ հաճելի է, քո ապագայի կործանիչն է։ Չեմ տեսել այդպիսի մի խաղատանը խաղացող մարդ, չեմ տեսել շատ հիմիկվա թանգանոց պլաստիկ օպերացիա արած աղջիկների հետևից վազող տղաներ, չեմ տեսել օղու հետևից վազող մարդկանց եւ մնացած հաճույքների հետևից վազող մարդկանց, որոնք որ չեն կործանվել։ Ամեն։ Ես մի բան կասեմ, քո աշխարհի ապրած կյանքը, եթե դու ճանաչում ես Քրիստոսին եւ քեզ քարոզվել է Հիսուս եւ դու ելի շարունակում ես ապրել աշխարհի մեջ, մի բան քեզ կասեմ, աշխատի հաճույքներից հեռու մնաս, որ կործանումդ դաժան չլինի, որովհետեւ կարա գա այնպիսի պահ, որ էլ չլինի ելք ես երկրի վրա դու ապրես, որովհետեւ ինչի եմ այսպես ասում, այն օր մի դեպք լսեցի, շատ ջահել տղա էր եւ իմացա, որ լիարդից հեռոզ է եւ ասի ինչն էր պատճառը, 30 քանի տարեկան տղա է, ասավ բավականին երկար տարիներ է խմում է։ Հա իր համար հիմա կարա փրկություն եղնի, հավատացեք լուրջ եմ ասում, գնա ինչ որ մեկը ձեռ դնի եւ աղոթի եւ բժշկվի, բայց եկեք նաեւ մի քիչ ռեալ նայենք։ Կարա եւ այս երկրի վրա իր բժշկությանը փրկություն չլինի։ Կարա հոգևոր փրկություն ունենա ինքը, ոչ թե կարա, այլ եթե ապաշխարի, հետ դառնա եւ իր միտքը մաքրի եւ Տիրոջ առաջ գա, կարա փրկվի։ Ամեն։ Բայց ինչի եմ ասում, որ հետ դառնանք աշխարհիկ մտածելակերպից, աշխարհիկ այդ հաճույքներից։ Ես շեշտեցի, ովքեր որ Քրիստոսին մասին լսել են եւ ընտրում են էլի աշխարհիկ կյանքը,
հետ դարեք այդ հաճույքներից, որովհետև այդ հաճույքները ձեզ երևացող, որ ձեր աշկին հաճելի է, ձեր ապագայի կործանիչն է։ Աշխարհի ամենաուժեղ զգացումը եւ բավարարությունը գիտեք երբ է, որ դու Քրիստոսի առաջ բացվում ես, ասում ես Տեր, զավակը եկել է քո առաջ, փրկի, զորաց շատեր։ Ամեն։ Երբ որ դու ինչ-որ մի ծառայության մեջ ես եւ հաջողվել ես, ձեռք ես դնում, հիվանդներ են բժշկում, ձեռք ես դնում, սայլակներից մարդիկ կանգնում են, ազատագրվում են, շատ կարևոր է, երբ որ գնաս ու Տիրոջ առաջ գաս ու ասես, Տեր, ես չեմ, դու ես։ Գիտեք, ինչի եմ այսքան ամեն անգամ օրինակ բերում Հովվին, տեսել եք չէ որ շատ անգամներ ինչ խոսում է առաջի բառը ասում է ես չէ Աստված։ Ես չէ Աստված։ Մի անգամ չտեսասի ես։ Որովհետև դու անոթ ես։ Ամեն։ Եվ այդ անոթը Քրիստոսը ուզում է որ մաքրված տեսնի։ Գիտեք ինչի։ Ֆիլտրացված տեսնի այդ անոթը։ Որ այն ինչ քո երկնքից գա քո մեջ ու փոխանցվի տվյալ մարդուն, արդեն մաքրված անոթի մեջով կա։ Ամեն։ Մեր Տերը ուզում է տեսնի մաքուր, օրհնված, հզոր անոթներ։ Հալելույա, սիրելի եկեղեցի, փառք Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Տեսեք, Եբրայեցիներից 11-րդ գլխից եմ խոսալու 6-րդ խոսքից, ասում է. Բայց առանց հավատք անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողները պետք է հավատան, թե նա կա եւ թե իրան խնդրողները վարձահատույց կլինի եւ ասում է իրան խնդրողներին վարձահատույց կլինի։ Ասում է երբ որ մոտենանք Աստծուն, հավատանք որ նա կա։ Ու ասում է իրան խնդրողներին նա վարձահատույց կլինի։ Հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Ամեն, սիրելի եկեղեցի։ Փառք Տիրոջը։ Տերը բարի է եւ շատ օրհնյալ։ Մենք ծառայում ենք հզոր, զորավոր Աստծու, ամեն։ Եթե նայենք մեր խնդիրներին, եթե նայենք մեր խնդիրներին, եթե նայենք մեր հոգսերին, շատ անգամ կարանք ընկնենք, բայց եթե նայենք նրան, կբժշկվենք։ Ամեն, փառք Տիրոջը։ Կարա փառաբանության խումբը գա։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Եվ տեսեք, ինչ հրաշալի է խոսում Հռոմեացիներից 2-րդ գլուխ 5-րդ խոսքը, ասում է, բայց դու քո խստությամբ եւ չզգացողությամբ սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծո բարկության եւ այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Խոսում ասում է, բայց դու քո սիրտը խստացրել ես։ Քո սիրտը էլ ապաշխարության մեջ չի։ Եվ ասում այն արդար օրվա համար բարկություն ես կուտակում։ Այսօր պետք է մենք կանգնենք Տիրոջ առաջ ու ասենք Տեր, եթե ունենք ինչ-որ անզգամ սրտի հատված փափկած շա, զորած շա, մեր մեջ իմաստություն դիր, որ ապաշխարենք, որ զորանանք։ Ես վերջի համարը կկարդամ ինձ համար եւ քեզ համար սիրելիս եւ կկանգնենք աղոթքի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տեսեք ինչ հրաշալի է խոսում Սաղմոս 18-րդ գլուխ 2-րդ խոսքից եմ խոսալու։ Տերն է իմ վեմը եւ իմ ամրոցը եւ իմ ազատարարը, իմ Աստվածը, իմ վեմը, որտեղ ապաստան եմ գտնում, ով իմ վահան, իմ փրկության եղջյուր, նա իմ ապավենն է։ Հալելույա Աստծուն։ Փառք Տիրոջը։ Տերն է մեր վեմը։
Տերն է մեր ապահովությունը։ Նա արժան է։ Նա արժան է, որ առնի քո ամեն երկրպագությունը, փառաբանությունը, փառք Տիրոջը։ Հալելույա։ Կարող ես կանգնել ոտքի, իրար հետ աղոթելու ենք։ Այն ինչի հիմա որ կանենք սիրելիս, սիրելի մեզ դիտող մարդ, առանձնացի Քրիստոսի հետ, որովհետև մենք հիմա աղոթելու ենք, որ քո ամեն խնդիրը գնա։ Մենք հիմա աղոթելու ենք, որ քո ամեն կարծրացած խնդրը քանդվի։ Մենք հիմա իրար հետ աղոթելու ենք, որ Տերը մեզ ամոքի, Տերը մեզ բժշկի, Տերը մեզ բարձրացնի։ Առանձնացի Տիրոջ հետ։ Տերը մեզ հետ է։ Տերը սուրբ է։ Եվ նա արժան է, որ առնի քո երկրպագությունը։ Թող ոչինչ, թող կողքինդ քեզ չխանգարի, որովհետև շատ կարևոր է հիմա, որ դու ձեռքերդ բարձրացնես եւ խնդրես քո փրկությունը, քո ազատագրությունը, քո բժշկությունը Տիրոջից եւ հավատաս, որ կառնես։ Հայր, գոհանում ենք քեզանից, Տեր, խնդրում քո օծությունը, Տեր, խնդրում քո զորությունը իջնի այս վայրի մեջ, Տեր, մեզ դիտողների կյանքի մեջ իջնի, Հայր, խնդրում եմ, որ բժշկես, խնդրում եմ, որ օծես, Տեր Աստված, խնդրում եմ, որ այս ձեռքերը, որ հիմա բարձրացրել են դեպի քեզ, Տեր, հպվես, եւ ամեն խնդիրը, որի համար Տեր ձեռքա բարձրացվել, բժշկես, ազատագրես, օծես, Տեր, թող քո օծությունն ու զորությունը իջնի, Տեր, խնդրում եմ, օրհնես, խնդրում եմ մեր միտքը ազատագրես, բացես, Տեր, որ հասկանանք Քրիստոս, հասկանանք, որ մեզ ապաշխարության կյանք է պետք, Տեր, ների մեզ, Տեր, ների, որ գիտակից, թե անգիտակից, Տեր, քո առաջ սխալվել ենք, Տեր, ների, Տեր, ողորմա, ամոքի, զորացրա, Տեր, քո սուրբ հոգով լցրա այս վայրը, Տեր, թող քո զորությունը իջնի, Տեր, թող քո բժշկարարոցությունը հիմի թափվի այս ժողովրդի վրա, Տեր, Հիսուս, խնդրում եմ, որ լցնես, օծես, աղոթում եմ, Տեր, աղոթում եմ մեզ դիտողների համար, Տեր, ովքեր որ հիմա ձեռք են բարձրացրել ամեն խնդրով, թող հիմա այդ խնդիրը բժշկվի Հիսուսի անունով, լիարժեք, Հայր, շնորհակալ եմ տանդ համար, շնորհակալ եմ մեր առաջնորդի համար, Տեր, գոհանում եմ քեզ եւ ասում եմ փառք քեզ նրա համար, որ ունենք հրաշալի այդպես օծված, քո կողմից ընտրված եւ հաստատված առաջնորդ, Տեր, օրհնում ենք նրա ծառայությունը այսօր, Տեր Աստված, մեր եկեղեցում, մեր Աստծո տուն Հայաստանի մայր եկեղեցում, որտեղ որ կծառայի մեր հովիվ Նելի Գրիգորյանը, մենք օրհնում ենք նրա ծառայությունը եւ ասում ենք թող զորությունները շարժվեն Քրիստոսի այդ եկեղեցում այսօր Հիսուսի անունով։ Փառք քեզ, Տեր, գոհանում ենք եւ քեզ հիմա երկրպագություն ենք բարձրացնում, Տեր, հալելույա։ Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных пожитях, к водам тихим водишь меня, Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных пожитях, к водам тихим водишь меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, Ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой же
я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных пажитях, к водам тихим водишь меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня, Господь. Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных пажитях, к водам тихим водишь меня. Աբա, թագավորն ես։ Տեր դու մեր թագավորն ես, հայր։ Քեզ ենք բարձրացնում ողջ փառքը, ողջ պատիվը, Տեր։ Հետագա շաբաթը հանձնում ենք քո ձեռքերի մեջ, Տեր։ Գալիս ենք քո ոտքերի առաջ եւ խոնարհվում եւ ասում շնորհակալ ենք, Տեր։ Գոհանում ենք քեզնից, Տեր։ Հիմա միաբան սրտով, Տեր, հավատքով մի քայլ ենք անում քո առաջ, Տեր։ Ձեռքդ դիր քո հիվանդ տեղը։ Հիսուսի անունով թող լիարժեք բժշկություն լինի, Տեր։ Մեր Տեր Աստված նկարացած օրգանները թող հիմա բժշկվեն, Տեր։ Քո օծությունով եւ քո բժշկությունով, Տեր։ Թող քո բժշկությունը դիշնի, Տեր, եւ քո օրհնությունդ գա, Տեր։ Եվ հետագա շաբաթը լինի օրհնված, Տեր։ Զորավոր Քրիստոս։ Ապաշխարության զորության կյանք են գրչակում մեր կյանքերի վրա, Հիսուսի անունով։ Եվ ասում ենք թող մեր ապաշխարության կյանքը, Տեր, արթնանա, Տեր։ Քո որդու Հիսուսի անունով, որ մենք ապաշխարության կյանք ապրենք, այսուհետ Հավիտյանս Հիսուսի անունով գոհանում ենք քեզնից եւ ասում դու սուրբ ես, Աբա Աստված, գոհանում ենք քեզնից Հիսուսի անունով։ Սիրում ես Տերը աշխարհի, Աբա, թագավորն ես։ Դու ես հայրը բոլորի, անդադար դու ինձ ներում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա։ Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի, օրհնված եղնեք, Տիրոջ օրհնությունը, զորությունը, խաղաղությունը, օծությունը ամենքիդ հետ լինի։ Սիրելի մեզ դիտողներ, օրհնում ենք Հիսուսի անունով, ասում ենք եղեք օրհնված։ Ամեն կիրակի մենք ունենք պաշտամունք ժամը 11-ին։ Հասցեն գրվածա մեր եկեղեցու սոցցանցերում։ Համեցեք, որովհետև ամեն կիրակի մեր մոտ ամեն կիրակի վստահ ասում եմ ազատագրության, բժշկության, օրհնության, զորության կիրակի է։ Հալելույա։ Այս չորեքշաբթի օրը կլինի ծառայողական հավաքույթ։ Մեզ Աստծո խոսքով եւ աղոթքով կծառայի Արման Ղևոնդյանը, մեր ավագ եղբայրը, Տերը օրհնի։ Ուրբաթ օրը չի լինի ծառայություն։ Փառք Տիրոջը, կիրակի օրը Աստծո խոսքով, օծությամբ, զորացած, ավելիով մեզ կծառայի Մոսկվայի Աստծո տուն եկեղեցու հովիվ Նելի Գրիգորյանը։ Տերը օրհնի, օրհնված շաբաթ, զորավոր, օծված, օրհնված ընթացք բոլորիս Հիսուսի անունով։ Ամեն։